փոխանցեմ Հովհաննես Խուլյանին։ Հարգելի գործընկերներ, շնորհակալություն ներկա գտնվելու համար, ներողություն, որ մի քիչ սպասեցրի ձեզ, եւ շնորհակալություն դատական process-ները երկար ժամանակ հետեւողականորեն լուսաբանելու համար։ Մեզ շատ լավ հայտնի է, որ իրավական process-ները շատ հաճախ տևական եւ ձանձրալի են լինում։ Շնորհակալություն ձեր մասնակցության համար։ Որոշակի ժամանակահատված անցել է մեր նախորդ հանդիպումից եւ անհրաժեշտություններ առաջացել գտնել ինչ-որ պատուհան հայաստանյան դրահոսի իրավիճակում ձեզ ներկայացնելու եւ ընթացիկ զարգացումներ եւ այն ամեն ինչ տեղի ունեցել այս ընթացքում նաեւ անդրադառնալու այնպիսի հարցերի, որոնց հնարավորություն չէինք ունեցել նախկինում անդրադառնալ, հատկապես բարձր պաշտոն զբաղեցնող իրավապահների հրապարակային հայտարարություններին, թե առանձին արտաքներում ներկայացրել ենք, բայց կարիք կար նաեւ որոշակի հարց ու պատասխանի ձևով այդ ամենը նորից ձեզ ներկայացնել։ Մասնավորապես այսօր ուզում ենք արդարադատական կարգով հետ կիսվել մի փաստաթղթով, որը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը հայտարարել էր որպես Բաղդադ Սրբազանի ձեռքով գրված ահաբեկչության պլան։ Ընդ որում ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրեմ, որ երբ որ գործը նոր էր հարուցվում եւ քննչական կոմիտեն, Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ նրա տարբեր սատելիտներ անընդհատ ինֆորմացիայով գրոհում էին հասարակությանը, այս փաստաթուղթը ընդհանրապես այն ժամանակ չի իրացվել, թե օրինակ արմատուրավենի կտորները հրապարակում էին, որն այդ պատճառով այս փաստաթուղթը իրականում կարևորություններ չուներ, որևէ բան չէր հուշում, բայց հետագայում երբ որ մեր կողմից մի քիչ քննադատական խոսք հնչեցվեց բարձր պաշտոններ զբաղեցնող իրավապահների հասցեին, մասնավորապես մատնանշել է, որ քննչական կոմիտեի նախագահը սուտ տեղեկություններ է հաղորդում հանրությանը, ենթադրում եմ ցանկություն առաջացավ ինչ-որ լրացուցիչ տվյալներով իր դիրքը ամրապնդելու եւ հերթական անգամ ենթականների մոտեցված կեղծ տեղեկատվությունը փորձեց ազգային ժողովում քննչական կոմիտեի նախագահան ներկայացնել, վստահաբար պնդում կատարելով, որ գործում առկա է Բաղդադ Սրբազանի կողմից գրված փաստաթուղթ, նախ ցանկացած իրավաբանի եւ առավել եւս իրավապահի քննիչի քննչականի պետի համար շատ ակնհայտ պետք է լիներ, որ այդպիսի պնդում կատարելու համար դրա վերաբերյալ պետք է ունենալ անխոցելի ապացույցներ, մասնավորապես միակ տարբերակը, որով կարող է պնդել, որ այս կամ այն փաստաթուղթը գրված է Բաղդադ Սրբազանի կողմից, դա կարող է լինել միայն դատաձեռագրաբանական փորձաքննության միջոցով, նման փորձաքննություն երբևէ ոչ նշանակվել է, ոչ փորձ է կատարվել նման ընթացակարգով պարզելու եւ իրականում ցանկացածը կարող է վերցնել այս տեքստը եւ համեմատել Բաղդադ Սրբազանի ձեռագիր որևէ գրության հետ, որը քիչ չի նաեւ սոցցանցերում առկա է, հատկապես հայերեն հատվածը եթե նայենք, ոչ մասնագետի համար էլ միանգամից ակնհայտ կլինի, որ դա իր ձեռագիրը չի, մենք այսօր նաեւ ուզում ենք ներկայացնել այն իրավիճակը, ինչպես հայտնաբերվեց այս փաստաթուղթը եւ ինչի մասին էր այն։ Այստեղ իհարկե փաստաթուղթը անգլերեն լեզվով է։ Ինչ բարձր որտեղ միկրոֆոնը։ Հա, փաստաթուղթը անգլերեն լեզվով է։ Այստեղ կարող եք տեսնել, որ այնպիսի աշխարհաքաղաքական դերակատարներ են ներկայացված, ինչպիսին օրինակ Ռուսաստան, Բելարուս, Իրան, Չինաստան, Վրաստան, Հնդկաստան, Կիպրոս, Իսպանիա, իրենք ամբողջ պետքա ներգրաված լինեն այս պլանի մեջ, այո, ներքևում նշված է, որ պետքա ներթափանցել թշնամի երկիր եւ գերի վերցնել 150-ից 250,000 քաղաքացիական անձ։ Մենք դիտմամբ այս փաստաթուղթը չենք թարգմանել, որովհետեւ Փառք Աստծո ներկա ժամանակներում անգլերենի հետ խնդիր չունենք, ուզեցինք, որ հենց սա այսպես հրապարակվի եւ ձեռագրի տարբերությունները եւ բովանդակության անհեթեթությունը, որպեսզի եւ ձեզ եւ հանրությանը հասկանալի լինի, ու այս տեսակ փաստաթղթերին, որոնք հայտնի էլ չեն, թե ոնց են հայտնվել այդ տարածքում, ինչպիսի կարևորություն կարող են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով տալ այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսին քննչական կոմիտեի ղեկավարն եք։ Սա իրականում մեծացրած տարբերակն է, որպեսզի ձեր համար տեսանելի լինի։ Ինքը եղել է այսպիսի մի տետրի կազմի վրա գրված բան,
որը այսպես մենք հետո նաև կնայենք տեսանյութը, թե ինչպես է ինչ-որ դրցակներից դա սա խուզարկությամբ հայտնվել է Բագրատ Սրբազանի կեցավայրից, մենք այդ տեսագրությունը կնայենք, թե ինչպես է հայտնաբերվել, այսինքն բազմիցս նշել են նաև Սրբազան պայքարի աջակիցները, որ շարժման ամենաակտիվ օրերին, երբ որ մեծ ժողովրդականություն էր վայելում, հազարավոր, հարյուրավոր մարդիկ մոտեցել են, ինչ-որ թղթեր են փոխանցել Սրբազանին, որպես Հայաստանի փրկության պլան եւ այլն։ Այդ թղթերը ինչ-որ միտեղ հավաքվել են, մնացել են, չգիտեմ, տրվում էին, այո, նույնիսկ լրագրողներն են տեսել եւ այսպիսի մի փաստաթուղթ անհայտ ծագումով, բնականաբար ոչ մի իրականության հետ աղերս չունեցող, դրվել է քննչական կոմիտեի կողմից, այն ղեկավարի կողմից այդ հայտարարությամբ, որ սա իր ձեռքով գրված փաստաթուղթ է։ Բագրատ Սրբազանը այդ փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չէ։ Բացարձակ, ինքը քրեական գործի նյութեր։ Այդ դա Բագրատ Սրբազանի ձեռքով գրված սևագիրն է, թե մաքրագիրն է, որտեղ ոնց որ տեսնում ենք ոչ մի բան չկա, էլի, ջնջում բան չկա, շատ մաքուր արտագրված է, դա ինչ են ասում, որն է, մաքրագիրն է, թե սևագիրն։ Իրականում քրեական գործի նյութերում առհասարակ արկա չէ որևէ քրեադատավարական վերլուծություն բովանդակային, թե ինչ դեր ունի այս փաստաթուղթը այդ ենթադրյալ մեղադրանքի հետ։ Սա այդ կեցավայրից հայտնաբերված մեխերի, գունավոր ծխերի եւ այլ ապացույցների հետ միասին դրվել է որպես հերթական մի ապացույց քրեական գործում առանց որևէ մեկնաբանության։ Բագրատ Սրբազանը սովորաբար հայերենով է գրառում մեր անունով, չգիտեմ, ինչ-որ նշում է, թե ունի անգլերեն ինչ-որ գրառում։ Վերջին դատական նիստի ընթացքում ասաց, որ հատուկ սա գրել է Արտուր Սարգսյանի համար, որտեղ անգլերենը մենակ Արտուր Սարգսյանն է։ Թիմագիտերից, որպեսզի թիմի ներսում հասկանալի լինի, թե ինչի մասն է խոսքը։ Իհարկե, բնականաբար սա հումոր է։ Սովորաբար, իհարկե, Բագրատ Սրբազանը ունի անգլերենին գերազանց տիրապետում է, մագիստրոսի կոչում ունի Անգլիայի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկից, բայց առօրյա կյանքում իր գրառումները նախընտրում է կատարել մայրենի լեզվով։ Այսինքն չէր կարդացել Բագրատ Սրբազանը այս թուղթը մինչև հայտնաբերել է։ Ոչ։ Տեսանյութը դիտելիս կտեսնենք այդ բառը, որ ինքը նույնպես առաջի անգամ ոնց որ ծանոթանում են ինչ-որ իրադարձությունների տակից մի տեղից անում են։ Բայց սրա հիման վրա հայտարարում էր մի ամբողջ իշխանություն, այդ թվում առողջապահության նախարարը, քննչական կոմիտեի նախագահը, որ տեղափոխ անկա։ Ընդ որում, եթե հիշում եք, մի հատ էլ տենց բան կար, օրթական անցման պլան կոչված, որ հենց անձանց բռնելու նախորդ օրը տարածվեց եւ սաղ քպրական դաշտը սկսում էր տարածել, որ հեղաշրջում է պատրաստվում, բայց կարճ ժամանակ անց պարզվեց, որ դրա վերևի հատվածը փակել եւ տարեթիվը նշված էր 224, այս փաստաթղթի տակն էլ նշված է, որ նախնական մտածումներ դեկտեմբեր 23 թվականից եւ այս պլանը գրած է XX 2024, այսինքն ենթադրաբար, չգիտեմ, ես ճիշտ եմ հիշում, որ սա խոսքերի մասին խոսվել է նախորդ տարի հաշվետվության ժամանակ, երբ քննչական կոմիտեի նախագահը խորհրդարանում հաշվետվություն էր տալիս, ու ճիշտ եմ հիշում վառացի, որ այո, ինքը սեփական ձեռքով գրել է ավիճան պլան։ Այո, խոսքը սրա մասին։ Այդ պնդումներն էր առանց դերակատարական փորձաքննության։ Այո։ Եվ դա ամեր քննչական կոմիտեի նախագահը։ Ցավոք սրտի։ Ի՞նչ տեսանյութի մասին։ Եթե կուզեք, մենք ամեն դեպքում եւս ֆայլ եւ տեսանյութը ձեր հետ կիսվելու ենք, որպեսզի այդ շեշտ աշխատեք, բայց տեղում էլ հիմա կմիացնենք, նայենք։ Մի փոքր մոնտաժ ենք արել 3 ժամանոց խոզարկության տեսանյութից այն հատվածները, որտեղ ինչ որ առարկա վերցվում է եւ բայց մենք ձեզ վստահեցնում ենք, որ ի տարբերություն գլխավոր դատախազի քննչական կոմիտեի նախագահի վստահ կարող եմ պնդել խոսքից դերնեմ, որ այստեղ բովանդակությունից զեղչված բաներ չկան, այսինքն կոնտեքստից կտրված չի։ Սա խոզարկության անհրաժեշտ երբ որ հայտնաբերվում են ընդհանրապես տեսեք ինչ կոմենտ են անում։ Նշանացիյանի մոդի ամրացված մի փոքր փակ է, էլի լույս անգնում։ Գիտեք ինչ է
պայթուցիկների կամ ըստ գրառումների ծուխեր, իրենց ծուխեր ներկայացնող առարկաներ, վերցվեցին թվով ընդհանուր 5-6 ներկերի տարաներ, Եվ են ապացուցեն ամավեցությունը Ինչպես նաև ընդհանուր թվով 15 հատ խաղան առարկաներ։ Ներկայացված առարկաները փաթեթավորվում են առանձին թվով մեկ փաթեթում քննչական կոմիտեի նմուշային, որը փակվում է մեկանգամյա օգտագործման կպչուն ժապավենի միջոցով։ Ինչ գրառումները ծուխ գրառումները գրավեր ինչով զգուշանում շատ բարը գրավարիչով զգուշացեք ջուրավարը մեզ սոպեսի ծուխերի հետ կապված հա Կան բաղրացի կեսավայրի ուղից են հայտնապել։ Այդ կողրան, որը մեջ աղջայնով հազմացի առանկաներ Դրան հետ ներկեր ծխեր Սրանք կապից պանալն է Այս ներկերի ու խոտերի կապված ինչ կա հայտարարեք, ինչ հանգամանքներ բայց ձեռք բերեք, ինչ նպատակով եք պահել չեմ բերում շատ բանացել դերեր չեմ Չեք իմացել սրանց արկայության մասին Դեզ ասում չեմ իշխանախոհից Փոքերը հրապարակում, ներկերն հրապարակում, բոլոր պատերին գերված, փոքերն հրապարակում բացված Մեկ նպատակով իշխանախոհություն, չարիքի իշխանության հաստատման նորմալ Չէ, բացատրություն միջավայր եք դրվել պատասխան Բացատրված են պատասխանում, մնացած արդեն ծուսկունքով մանրակնստենց ներկայացնենք Գևորգյան Հարց եք դրել Բավարարված եմ ես ձեր պատասխանով Ես բավարարված չեմ պատասխան, ուզում շարունակի Ուրեմն այս ծուխերներ, ներկերներ, ինչ ապրանք որ տեսնեք շարիքի իշխանության տապալմանն եմ դժվար Շնորհակալություն, ուրեմն մասնակցի հայտարարությամբ հայտնաբերված իրերը ձեռք են բերվել և պահվել են իշխանապողության նպատակով դրանք պետք է վերցվեն Մենք ստանանք ելա մեջ Սովորական Բնականի խոհանոցի արտուհանագոգին հայտնաբերվեցին թափանցիկ պոլիէթիլենային փաթեթում արկա կամեր մասնակիցը ուրա Ինչ կա հայտարարեք դրա հետ կապված Ինչ նպատակով Հայտնաբերված գամերը վերցվեցին իմ կողմից, հայտնաբերվեցին ուրեմն անկյունային հաստատի բավարանից մետաղական կլորավուն առարկաներ, արմատուրաներ տարբերական լեզվով, տարբեր չափերի և նմուշների ըստեյության, դասավորվածությամբ իրենց, դրանք տեղադրված են կանաչ գույնի կտոր է պայուսակի մեջ Այս արմատուրաները նաև Նիկոլ Փաշինյանն իր էջով տարածել, բայց գործով իր հեղինակությունից չեն դարձել։ Այս SFP ընկերությանը ինչ առնչությունն է ընկերությունը Պարզապես շեցավայրի նախկին շինարարական ընկերությունը վերանորոգում է իրականացնել, ուղղակի այդ նմուշները թողել է այդ Արտրավերա, բայց Նիկոլ Փաշինյանը օգտագործել է որպես քարոզչական մասնավորապես աստիճանաբար զարգացում գտնողներ Սենյակում հատակին հայտնաբերվեցին Սա այդ պոլիփետեր ասածներն մահաշնի նուանգով կամ
Ծողեր Ես ձեզ համար չեմ ասում, ողորմի լսի նրա համար Նորական ճամբար Այստեղ տեսեք, դրոշը տեսեք, որ վերցնում է, այնտեղից ինչ-որ խառը թղթեր ա վերցնում, որի մեջ է նաև այդ փաստաթուղթը։ Դրոշի մեջ էր հեղափոխության պլանը, անգլերենով գրած։ Կան գործողության տեսա արձանագրություն։ Օֆիցիալ չէ, Կադրերում երևում ասելի է։ Terror, Vigidei. Latinam tarkara terrorist se romasis. Այստեղից եք վերցրել Բաղարի իստորին դարակից հայտնաբերվեց այդ վերցրեց գծագրության թուղ Աչոս խորմատիչացի պլանը որի վրա արկային անգլերեն տառերով գրառումներ Պաշտպանաբար ընդհանուր հեղափոխության վերաբերյալ երկրի ներսում Չեմ հայտնաբան թարգման անգլերենից իմացած Global Revolution. Ինչ կհայտարեք սրա հետ կապված ապականում կողմից դատալվել Մեկը տված կլինի ներկողի չի հեռացել Իմ ձեռագիրը ստուգեք կգործեն չի Հայտնաբերվեց նաև հայ ժողովրդի ազգային գաղափարախոսության հիմնադրույթներ լարմած գրառմամբ երեք թերթից բաղկացած փաստաթուղթ, որտեղ նշված են նպատակներ, բանաձևեր, հռչակվող արժեքներ, որոնք նույնպես վերցվում են։ Հաստատ կազմված մեքենայից եւ համակով ծերերից ձեռագիր տեղանքներ Կյանքի կոչելու ճանապարհի քարտեզը, ճանապարհի քարտեզը։ Հայազգային նպատակների հիմնադրույթները կյանքի կոչեն Շատ փաստաթղթերը մեքենայից են Սրանից ախակում են հատվածում ասկապահարանի վրա հայտնաբերվեց անտեսկով կերակտեյտեր հայերեն ստավերիշ կերավներով Սպիտակ գույնի աղավնու նշանով նոթատետեր, որում Բագրատ Սրբազանը զենք է հավաքում, մեծ չափսի զենքեր, տղամարդիկ գրառումներով ձեռագիր փաստաթուղթ, արկային նաև կամարներ, լույսի շողեր, Տուր ու Վահան, որը պիտի վերցնեի ես։ Եկեղեցու ներսը, Պյանը մոմեր վառում և աղոթում գրառումներով փաստագրեր։ Եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը մեծ չափսի զենքեր հավաքում, իրեն այդ հարցում մի քանի տղամարդեր օգնում, զենքերը հավաքում դնում էին միտեղ և մեծ ծածկոցներով փակում դրանք, որ գաղտնի մնա այդ ամենը։ Սրբազանը ինձ ասած գնա եկեղեցում սպասի։ Մասնակից Բագրատ Սրբազանը հայտարարում է, որ դրանք իրենց ներկայացնում են երազների վերաբերյալ գրառումներ, քանի որ վարքյամը նշանակություն ունեցող գրառում են, դրանք նոթատետերը նույնպես վերցվում են։ Մի հատ այս մասը պարզական է,
Համագիրներից մեկը երազ է տեսել, որը որոշել է պատմել։ Ով է տեսել կներեք։ Համագիրներից մեկը Սրբազան պայքարից ոնց ֆիքսեց երազի պահը, որ երազը Մարիանա երազը պատմեց փոխանցել։ երազը գրել գրի առել, փոխանցել է Սրբազանին, որտեղ ասում է, որ կարծես թե չգիտեմ, ինչ-որ լույսի շող էր, կամար էր, զենքեր էին հավաքում Սրբազանը ու փոխանցել է, այդ գրառումը գտել են եւ որպես բարույթի համար հետաքրքրություն ներկայացնում։ Մավար Մարիա Գալստյանի երազն է։ Չգիտեմ, որ Մարիանն է, բայց Հա։ հավանաբար։ Բայց ասես Կարող ենք գող լինել, որ գոնե սա չի վկայակոչվել Սրբազան կոմիտեի ղեկավարը։ Բայց մա գործում է արվել, դա։ Կծված է գործում, հիմա չգիտենք կուզենան է դասատեն թե չէ։ Ես ներողություն եմ խնդրում, եթե ավելացնելու բան չունեք կոնկրետ տեսանյութի մասով, խոսք փոխանցենք նաև մյուս փաստաբանի Մկրտիչ Դավթյանը։ Սա կհրապարակվի, այս ամբողջական տարբերակը կհրապարակվի, դուք կարող այո, Ուրիշ երազ բան Սա համանման Լսենք նաև մյուս փաստաբանին ու անդրադառնանք արդեն անհատապես առանձին հարցերով։ Նախ բարդ